Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ պետք է դիմեք Ռուսաստան համապատասխան մարմինների ղեկավարներին, որպեսզի սահմանափակումները հայկական արտադրանքի համար վերացնեն։ Ձեր կուսակցությունը, որևէ քայլեր իրականացվել են, գիտենք, որ վերջերս Փաշինյանն էր Պուտինին զանգել իր նախաձեռնությամբ եւ նման զրույց է եղել, դրանից հետո որևէ փոփոխություն չկա, դուք իրավիճակը բավական բարդ է։ 6 ամսվա ընթացքում, ինչպես իմ առաջի ելույթում ես նշեցի, ավելի է բարդանալու։ 6 ամսվա ընթացքում իրավիճակը մենք տեսնում ենք հայտարարություններ կան, որ ավելի պրոբլեմատիկ է լինելու։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ պետք է հայ քաղաքական միտքը լուծումներ գտնի այս տնտեսական տուպիկից դուրս գալու համար, որովհետև մենք գնում ենք դեպի մեր առևտրաշրջանառության 65%-ը մի երկրի հետ է կամ միջոցով է, բայց մենք գնում ենք մի ճանապարհով, որ այդ երկրի հետ հարաբերությունները տնտեսական վերանան։ Այն դեպքում, եթե հիշում եք, երբ որ մենք Եվրոպական միության հետ ունենք նորմալ տնտեսական փոխգործակցություն, արտահանում ունենք, Ֆրանսիայի հետ արտահանումը 8 տարվա ընթացքում անկում էր ապրել 10-15%-ով։ Անկում։ Քննարկումներ գնում են, դիմել եք արդեն ռուսական կողմին։ Իրավիճակը ներկայացրեցի, որ իրավիճակը բարդ է, դուք կարող եք տեսնել իրավիճակի բարդությունը, ինչ վերաբերում է ավելի ինֆորմացիայի հետ կապված, մենք կարծում ենք, որ հայ քաղաքական միտքը պետք է պատրաստ լինի, ունենանք իրավասությունների դաշտով աշխատենք այդ ուղղությամբ։ Ինչ մակարդակով եք այդ քննարկումը պատրաստվում իրականացնել, ինչ շրջանակների հետ սահմանափակումները վերացնելու հետ կապված։ Զուտ պատգամավորական խմբերի եթե գործադիր Պարլամենտարիզմի հիմնական տրամաբանության մեջ, այո։